Բարև ձեզ, ո՞նց եք, լավ եք։ Դուք չեք մասնակցում Չէ, քայլել։ մասնակցում եմ, ես մեր ժողովրդին եմ սպասում։ Ինչպես։ Յուլիան, արդեն կարելի ասել մի քանի օր մնաց ամսի 7-ին ընտրություններին հանդիպումներ եք հայակվեյով, հա, կազմակերպել, մասնակցել եք, ժողովրդի հետ հանդիպել եք, խոսել եք, զրուցել եք, հետևել եք քարոզարշավին։ Ինչ հետևություններ եք արել ձեզ համար։ Ես կարծում եմ, որ հիմա կոնկրետ իրավիճակը ավելի շատ թեքված է դեպի ընդդիմությունը, որովհետև սկզբնական շրջանում նույնիսկ որ մենք տուն այցել էինք անուժեղ Հայաստանի հետ միասին, չկողմնորոշված զանգվածը բնակչության մեջ շատ էր, բայց հիմա արդեն մոտավորապես 25-30%-ի է էլի հասնում։ Դե ինձ թվում է ընդհանուր նախընտրական շրջանի ակտիվությամբ։ Այդ ակտիվությունը նաև ոգևորիչ է եղել եւ այս ժամանակահատվածում հասարակության մի ստվար զանգված արդեն կողմնորոշվել է։ Պարոն Սավգուլյան, դե դուք ավելի լավ գիտեք, հա, որ Ամերիկան, Թուրքիան, Ադրբեջանը, Եվրամիությունը բոլորը սատարում են այս իշխանությունների եւ ասել են, որ ջանքեր են գործադրելու, որպեսզի սրանք վերարտադրվեն։ Այդպիսի պայմաններում հնարավոր է իշխանափոխություն արդար ընտրություններով։ Ես կարծում եմ, եթե արդար ընտրություններ լինի, իշխանափոխություն հնարավոր է, բայց այդ իշխանափոխությունը կախված է նաև մասնակցության չափից։ Եթե մասնակցությունը լինի, այսպես ասեմ, եթե 1.5 միլիոնի չափ մարդ մասնակցի, իշխանությունը, ներկա իշխանությունը ջախջախիչ պարտություն կկրի։ Իսկ պատրաստակամություն ժողովրդի մեջ մասնակցելու։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը հնարավորինս այս ընթացքում լայն քարոզարշավ է կազմակերպել եւ կարողացել է այդ անտարբերության պատը ջարդի, որքանով որ հաջողվել է, դա մենք կտեսնենք հունիսի 7-ին։ Իսկ կա արդեն, եթե հնարավոր է, ինչքանով հնարավոր է բացահայտեք, ասենք ու վերարտադրվեցին իշխանությունները, հետընտրական ինչպիսի զարգացումներ լինելու, որտեղ Փաշինյանը խոստացել է լիդերներին կալանավորել, գործեր հարուցել, նրանց բանտ ուղարկել, բոմբ սարքել։ Գիտեք ինչ, անկախ հանգուցալուծումից ես կարծում եմ, որ մեր երկրում հետընտրական շրջանում քաղաքական ճգնաժամ է լինելու։ Եթե անգամ ընդդիմությունը հաղթեց, հա, անգամ 65% հավաքեց, էլի լինելու է ճգնաժամ, որովհետև այն ուժերը, որոնք դուք նշեցիք, որ սատարում են իշխանությանը, իսկ ապագայում հնարավոր է նաև այդ ընդդիմությանը, նրանք չեն հանդարտվելու։ Ես կարծում եմ առաջի հերթին Հայաստանի Հանրապետությունում ազգը, ազգային տրամաբանությունը պետք է հաղթի մեր ժողովրդի մեջ, իսկ երկրորդ պայքարը, այսպես ասած, ոչ պատերազմը պայքարը սպասվում է արտաքին դերակատարների հետ։ Եվ դա էլ կախված է նոր ձևավորվող իշխանությունից, որը պետք է իրոք հավասարակշռված քաղաքականություն վարի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Միստր ջան, ճանապարհը բացեք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։ Միացեք քայլերթին, առաջին շարքից հետո։ Ողջույն, ուշ